Սիրելիներս, ողջույն, բարի գալուստի Մալիքի բոլոր նոր հետևորդներին, մենք սկսում ենք մեր հերթական վլոգը, նախ ասեմ, թե ինչ փուլում ենք գտնվում, ուրեմն այս մի երկու օր արդեն պետք է սկսենք տան վերանորոգման աշխատանքները, ահա որ խառն ենք, վերջին օրերին սարսափելի խառը տեղափոխությունների, մաքրության գործերի մեջ եմ եղել, որ ազատվեմ անպետք իրերից, այն իրերից, որոնք պետք է տեղափոխվեն եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, այդ հարցերն ենք լուծել, հիմա այսօր իդեպ աղբերս ամես հյուր եկել, գնում եմ մի երկու գնումներ կատարեմ, իրանք մի քիչ առաջ են ինձանից, ինձ լիքը ցոգոլ ա բերել, իդեպ այսօր առավոտյան երեխեքը մեր վլոգն էին նայում հեռուստացույցով ու ես հասկացա, որ բոլոր այն վլոգները, որոնք ես մոնտաժել եմ համակարգչով, մի քանի անգամ ավելի լավ որակ ունեն, քան այն վլոգները, որոնք ես հեռախոսով եմ մոնտաժել, ինչի համար ներողություն եմ խնդրում իհարկե, բայց հեռախոսով ինձ մի քանի անգամ ավելի հեշտ է, դժվարանում եմ հիմա անընդհատ հեռախոսից տեղափոխեմ համակարգչի մեջ, այնտեղ մոնտաժեմ եւ այլն, այդ իմ համար արդեն հատկապես այս խառը շրջանում բավականին բարդ աշխատանք է, բայց շատ արագ, երբ հունի մեջ ընկնեմ, վերադառնամ նորից համակարգչով մոնտաժելուն։ Այդպես, այսօր պետք է գնանք նաև Պատկենստանից, գիտեք, որ իրերի մեծ մասը այնտեղ էր, հագուստի հատկապես։ Պետք է գնանք այդ հագուստը բերենք, նայենք մեր պուճուրիկի համար ինչ ունենք, ինչ չունենք, չնայած հագուստի մեծ մասը, հիմնական մասը ես բաժանել եմ, թողել եմ այն ամենասիրելիները, բայց այսօր կբերենք, միասին կնայենք, տեսնենք ինչ կիսատիրեր ունենք պուճուրիկի համար, որ պետք է գնենք, ու այդպես։ Հիմա գնանք մի քանի գնումներ կատարենք, հետո կշարունակենք։ Սիրելիներս, մեզ մոտ նոր օր է բացվել, ես ոնց որ թե տեղին հիվանդացել եմ, դեռ ժամը 11-ը չկա, բայց արդեն ահագին բան ենք հասցրել անել, առավոտյան Ադամին ճանապարհեցի Պարտեզ, անցած շաբաթ նորմալ Պարտեզ չի գնացել, որովհետև որ տեղափոխվել ենք, մեր մանկապարտեզը արդեն բավականին հեռու է, Ռաֆոն չէր կարողանում իրեն տանել բերել, ես էլ չէի կարողանում այս վիճակում գնալ, այդպես չէր գնում, այս շաբաթ որոշեցինք, որ ամեն դեպքում պետք է գնա, առավոտյան ճանապարհեցի, հետո Էմինին լողացրեցի, տան գործերս արեցի, ամբողջը վերջացրեցի, երեկվանից մի աշխարհ աման ունեի լվացած, որ պետք է չորացնեի, տեղավորեի, դասավորեի, ու նաև մի աշխարհ աման ունեի լվանալու, իրականում չեմ սիրում այդ գործը թողել հաջորդ օրվան, բայց երեկ շատ ուշ եկանք ու բավականին հոգնած էի, չկարողացա, առավոտյան արթնացա, առաջինը դրանք եմ արել, լվացք արեցի, լվացք ունեի, հիմա մեկն էլ ֆռում է, մեքենայի մեջ է, այդպես, էլ ինչ ենք արել, հաց սարքեցինք, նախաճաշեցինք Էմինիս հետ, երեք տորթիկ էինք թխել նաև, սպասեք ցույց տամ ինչ տեսք ունի մեր տորթիկը,
իրականում շատ համով այստեղ երեխեքը ցանկացան, որ այս բիսկվիտները գունավոր անենք ու քանի որ միջուկն էլ ելակով էինք ընտրել, շատ համահունչ է ելակին, այս վարդագույնը ոնց են ամպերը գոռում, չգիտեմ լսում եք թե չէ, ինձ թվում է հիմա անձրև կգա։ Այդպես, ժողովուրդ ջան, հա, երեք բերել ենք արկղերը, որի մեջ բուջուրի հագուստներն է, այսինքն այն հագուստները, որոնք երեխեքից է մնացել, պետքա դեռ նայեմ ինչ կա, չկա, ինչն է պակաս, այդ անպայման միասին կանենք։ Իդեպ հես հետևում Արթուկը տեսա, հիշեցի, պետքա Արթուկի հետ կապված մի հատ փորձ կատարեմ, լայֆ հաք, հա, Արթուկը մաքրելու, որովհետև առավոտվանից Ռաֆոին ասեցի, որ մի քանի տեղ Արթուկը մաքրելու կավիչ փնտրի, բայց որտեղ մտել էր չէր եղել, ես էլ ես մի քանի օրա տարածքի խանութներում էի ման գալիս ու ոչ մի տեղ չկար, ստիպված ինտերնետում որոշեցի լայֆ հակեր փնտրել Արթուկը մաքրելու, մի բան գտել եմ, կփորձեմ, եթե ստացվի, անպայման ձեզ հետ կկիսվեմ։ Այդպես հիմա Էմինես կգաս տորթիկը տանես։ Ուզում եմ իհարկե Էմինի մուլտը չի խանգարում ձայնը, որովհետև մի կողմից լվացքի մեքենան է աշխատում, մի կողմից Էմինի մուլտիկն է։ Վայ պատառաքաղ չեմ բերել քեզ, գնա վերցրու փոքրիկներից։ Մի հատ էլ կարես բարևես նոր գնաս։ Ինքան Էմինի ինձ օգնում, չեք պատկերացնի, հա կհարցնեք Էմինի ինչու դպրոցում չի, Էմին իրականում դասի չի գնում, որովհետև Էմինի դպրոցն էլ է բավականին հեռու, Ադանի մանկապարտեզին մոտ, ու ի տարբերություն Ադանի, քանի որ Էմինը շատ շուտ է վերջացնում իր դասերը 11-ի 11:30, ես ուղղակի ի վիճակի չեմ լինում այս վիճակում, հասնեմ այդքան շուտ 11-ին Էմինին դպրոցից բերեմ, ու քանի որ դասերին էլ շատ բան չի մնացել, որոշեցինք այս մի շաբաթը գոնե Էմինը հեռավար անցկացնի իր դասերը, մեզ ուսուցչուհին ուղարկում է, չգիտեմ կադրս ինչի է սենց մութ, մեզ ուսուցչուհին ուղարկում է դասերը, մենք տանը անում ենք, նկարում ենք, անգիր սովորելու անգիրները ասում է, նկարում ենք, ձայնագրում ենք, ուղարկում ենք, դուր, չես տանում պաղպաղակդ, հե? Հանել եմ օրևս ելակներ, Էմին ասում է կարաս հանես ելակները, դե որ եկել հասել ես մի հատ էլ բարևի գոնե։ Բարև։ Արիսկը որերևաս։ Էմինը տանն է, մի շաբաթ պետքա հեռավար դասեր անցկացնի, բայց արես բացել եմ։ Բայց տանը ինձ այնքան շատ է օգնում, ամեն գործում։ Սենց ես ուզում տանես, դե գնա։ Ինձ ամեն գործում օգնում է առավոտվանից լվացքը փռում էի, ինքը եկել էր, շորերը հերթով հանում էր, տալիս էր, մի հատ թափ էր տալիս, սողում էր տալիս էր, որ ես արագ փռեի։ Հիմա ես էլ այստեղ ինձ սուրճ եմ պատրաստել, լուծվող, գիտեք որ ես էլ սուրճ չեմ խմում, այս լուծվողն էլ այդքան սրտովս չի, բայց տորթիկիս հետ կարելի է փորձել։ Ժողովուրդ ջան, եկա այս արկղը բալկոնից ներս տանեմ, բայց ոնց որ թե ինքը իմ քոշինը շատ ծանր է, ու դեռ մեկն էլ կա, ինձ թվում է սենց չեմ կարողանա տանել։ Հիմա այստեղ իրան բացեմ, Էմինիս հետ հագուստները կտանենք ներս, լցնենք միտեղ, երևի տեղավորենք, հետո ձեզ ցույց կտամ։ Իդեպ այս ընթացքում նենց սիրուն արև դուրս եկավ, ասում էի քամի ամպերը գոռում են, բայց շատ սիրուն արև է դուրս եկել, քանի արև է, պետք է այս հագուստի հարցն էլ արագ լուծեմ, որ վազեմ Ադանի հետևից պարտես, անձրևի տակ չմնամ։ Ուրեմն այս հագուստը այնքան շատ է, որ ես հիմա չգիտեմ ձեզ ոնց եմ ցույց տալու, երևի պետք է շատ արագ ցույց տամ, չնայած ինքը այսքան շատ է, բայց սա դեռ չի փաստում նրա մասին, որ երեխեն ամեն բան ունի, որովհետև այստեղ մի սեզոնի հագուստ չի, հա, խառը, ամառ, ձմեռ, ինչ ասես, լցրած է, ու հնարավոր է այս չափսերը չհամապատասխանեն երեխայի ծնվելու ժամանակահատվածի հետ, որովհետև Էմին օրինակ հոկտեմբերին էր ծնվել, այնտեղ դեմը ձմեռ էր,
իր այս պուճուր շորիկները հիմնականում հաստ են եղել, դրա համար պետք է մի հատ նայեմ, տեսնեմ ինչ կա, ինչ չկա, սենց խառն եմ լցրել, իրականում շատ սիրուն դասավորած էր, բայց քանի որ մենք մի հատ ստիպված եղանք Էմինի հետ այս ամբողջը դատարկենք ներս, հետո արկղ բերեմ, հետո նորից լցնեմ արկղի մեջ, մի խոսքով գնացինք, արագ, ինքը ամբողջը լվացած, արթուկած, անգամ շրջած էր, բայց դե իհարկե բնականաբար, մի հատ նորից այդ ամեն ինչը պիտի արվի։ Սենց պուճուրիկ բոձիներ կան, սրանց չափսերը, ասա տղես, 3 ամսական է գրված, կադրը դե բնականաբար մի քիչ ավելի մեծ է ցույց տալիս, բայց իրականում դա ինձ կկանչես, հասկացաք, ուր է գնում։ Կադրը մի քիչ մեծ է ցույց տալիս, բայց իրանք իրականում այնքան պուճուրիկ են ու այնքան անսովոր, ես արդեն հետ եմ վարժվել սենց պուճուրիկ շորիկների։ Այս տոտիկը օրինակ չեմ կարծում, որ կհագնի, որովհետև ինքը շատ պուճուրիկ է ու բավականին հաստ։ Ինձ թվում է ինքը չի հասցնի հագնի մեր պուճուրիկը։ Սենց բոյձի ունենք, սրանք էլ չշրջեմ, մի քիչ արագ լինի։ Այստեղ ինչ ունենք, սենց բալզունկաներ ունենք, որ հաստատ չի հասցնի հագնի, որովհետև սրանք Էմինը հագել է ձմռանը։ Հիմա կարծում եմ այս սեզոնի համար չնայած կարելի է ձեռքի տակ մի 2 հատ պահել, օրինակ իրիկվա լավ հով ժամերին հագցնել։ Տեսեք ինչ պուպուշն է, հատ ամեն շորիկի հետ նենց սիրուն հուշեր ունեմ կապված, այս շատ սիրուն վիլյուրից այ դեպ, այս էլ է լավը, այստեղ սենց բալզուկաներ ունենք, չնայած սա մեծ է, մի 9 ամսականի է, այս կողմ կդնեմ, սենց պուճուրիկ ժակետիկ ունենք, դրա մի հատ Էմինի մոտ ու շուտ վերադառնամ։ Եկա ու գիտեք ես ընթացքում ինչ էի մտածում, որ սրանից հետո անպայման կնկարեմ մի տեսանյութ, որտեղ ցույց կտամ այն ամենակարևոր ու առաջնային իրերը, որոնք պետք են նորաթուխ մայրիկին, ինձ թվում է շատերի համար օգտակար տեսանյութ կլինի, որովհետև հատկապես երբ առաջին բալիկին ես սպասում, միշտ խելքից դուրս գնումներ ես կատարում, գնում ես այնպիսի բաներ, որոնք այդպես էլ չեն օգտագործվում։ Դրա համար մտածեցի կարևոր իրերի տեսանյութ նկարեմ, ինձ թվում է ձեզ էլ օգտակար կլինի։ Այս ժակետը, սենց հասած, ինքը շալվար էլ պետք է ունենա, բայց սա կարծեմ 3-ից 6 ամսական է, մի քիչ մեծոտ է ինձ թվում։ Սենց պուճուրիկ կոկնոցներ ենքան քիչ ենք մենք օգտագործել, իմ պուճուրները չէին սիրում կոկնոց, ես միշտ բոձի տակից էի կապում, որ կաթիկը թափվի կամ լոզերը գնա, չթրջի իրան, քրտնի երեխեն կամ մաշկին չկպնի, ինքը պահում էր։ Այս պուճուրիկ բոձին, որ էլի շատ եմ սիրում, իրականում ինքը շատ լավն է, սենց պալոսկաներով, այս հաստատ չի հագնի, կարծում եմ, որովհետև ինքը շատ հաստ ու շատ տաք է, սենց կարող է չերևա, ինքը իրականում բավականին պուճուրիկ է, երեխեքը 2-3 ամսականում են հագել, երկուսն էլ Էմինն էլ Ադանն էլ, բայց Ադանը կարծեմ չի էլ հագել, որովհետև մինչև ուզում էի հագցնեի, արդեն փոքրացել էր հագով։ Ինքը իրականում սենց բավականին մեծ է երևում կադրով, բայց շատ պուճուրիկ է ու շատ հաստ, բայց շատ լավն է, ասեք։ Ու վերջում կառանձնացնեմ ինձ թվում է ինչ-որ բաներ, որոնք եթե այդպես էլ զգամ, որ չեմ հագցնի, կամ կնվիրեմ, այստեղ բոլորը շատ թարմ հագուստներ են, որովհետև ես մեծ մասից արդեն ազատվել եմ ընթացքում։ Այս շալվարը, այս ժակետիկինն է, բայց սա կրեմովին է, այս սերին է, ինքը մի հատ կրեմովի ունի շալվարը այս նույն ժակետիկով, մի հատ էլ այս նույն շալվարի ժակետիկի սերին ունի։ Հիմա մեկի շալվարն եմ գտել, մեկի ժակետը։ Այդպես զգում եք չէ ոնց եմ հիվանդացել։
սենց պուճուրիկ շալվար ունենք, այստեղ չգիտեմ կհասցնեմ, ես ամբողջը չեմ հասցնի, ես վլոգի ընթացքում ցույց տալ։ Այս տոտիկները շատ եմ սիրում ու իրանք ծնված օրվանից օգտագործվում են, ինչն եմ շատ սիրում, որ այս տոտիկները այստեղ գոտկատեղին ռեզին չունեն ու իրանք բավականին երկար են, բարձր ու հատկապես նորացնի համար շատ հարմար է, սրանցից լիքը պետք է ունենամ։ Այս էլ է իրանցից, այսպիսի, բայց էլի նույնն է, գործեմ շատ պետք է ունենամ այս տոտիկներից։ Սենց շապիկ, այս Ադանինն է եղել, բայց այնքան քիչ է հագել այս շապիկը։ Այս շապիկն էլ կարծեմ իրա տոտիկը ու գլխարկը պիտի ունենա, այստեղ պրինտը ցույց տամ, նենց լավն է, պուպուշ, իդեպ սրա կարերը դրսից է արած ու այստեղ թաթիկը փակելու տեղ ունի, շատ սիրում եմ այս իրան, ինքը գլխարկ տոտիկ, ինչ-որ նման բաներ էլ պետք է ունենա, այստեղ տեսնեմ էլ իշ ցույց տամ, այսպես մի հատ պուճուրիկ շալվար, մի հատ էլ սենց պուճուրիկ շալվար, որ տակը էլի բաց է, այս ժիլետը, որ հաստատ, չէ, այս ժիլետը կարծում եմ կհասցնի հագնի աշնանը, որովհետև Էմինն էլ է 6-7 ամսականում հագել, ոնց որ թե ինքը մեծ է, այս կողմ կդնեմ, տեսնեմ այստեղ, սա էլ ցույց տամ, սրա համար ես խենթանում եմ ուղղակի, Էմինը այս հագել է իր 7 ամսականի օրը ու ես տորթիկ էի պատվիրել, որի վրա հենց այս նույն հագուստով փոքրիկ պինգվին էր նստած, եթե նկարներ դժվար գտնեմ, կարծում եմ, եթե գտնեմ, անպայման կդնեմ, այստեղ կնայեք ինչ պուպուշ էր, ինքը այսենց բոձի է, իրա բաբչկայով, բաբչկան կպած է, ներքևը սենց կոչկվում է, եթե նկար գտնեմ ես այս հագուստով, անպայման կդնեմ կնայեք, ես հետո Ադանին եմ սա հագցրել, կարծեմ նաև Ադանի 7 ամսականին, բայց Ադանին ես չէր ասում, ոնց որ Էմինին, այս իսկական Էմինի համար էր, այստեղ էլ ինչ ունենք, սա Ադանինն է եղել, ինքը մայչկա էլ պիտի ունենա, այսենց շորտիկ է, շատ լավն է, ժողովուրդ ու դուք մենակ ես որակները պետք է զգաք, թե ինչքան լավն են իրանք, ինչքան փամփլիկ։ Ես սրանք տարել եմ հետս հիվանդանոց այդ բոձիները, այստեղ այն տոտիկների սկսեցին գործանել, այստեղ այն տոտիկների մյուսն է, սպասեք դուռը փակեմ, տեսնում, հուսամ մի քիչ աղմուկը թուլացավ, դուռը փակեցի, բայց չգիտեմ, այստեղ մի հատ սենց էլի, այս էլ Ադանինն է եղել, Ադանին շատ սազում էր, կանաչ ինքը պոլոյա, այսենց, բայց ասեմ ձեզ, պուճուրիկների հետ հարմար չի ընդհանրապես սենց բոձիներ վերցնելը, որովհետև իրանք ինքան պուճուր են լինում, ենքան անհարմար ես դու իրանց գրկում, հատկապես երբ այստեղ բավականին կոպիտ կոճակներ կան, մեկը ընթացքում զգում ես, որ նախընտրելի է ամենասովորական, ամենահասարակ բոձիները, այս բոձին կարծեմ Ադանի 2 ամսականին եմ հագցրել ու երևի թե այդ մի անգամն է ինքը հագել, սա այն շապիկի նայեք նույն պրինտն է, այն շապիկի, որ քիչ առաջ ցույց տվեցի, այն շապիկի գլխարկն է, էլ ինչ ունենք այստեղ, իսկ սա, այն նոր ցույց տվածս, նայեք, այսպիսի պալոսկաներով, այս նորվա ցույց տվածս, այս, տեսեք իրա միջել է, նույն կտորը, այս շորտիկի մայկեն է, ու ինքը իրականում այնքան պուճուրիկ է, որ երևի 2-3 ամսականում կարողանա երեխան հագնել, թե չէ։ Տեսեք այս տոտիկները օրինակ բավականին անհարմար են ու գրեթե չեն օգտագործվում, որովհետև իրանց ռեզինը տարբերություն նրանց,
Տեսեք, այստեղ վերևում ռեզին ունի, իսկ այս մյուս տոտիկները, որ չունեն, ես ավելի եմ սիրում ու ավելի շատ եմ օգտագործել, սա երևի չեմ էլ օգտագործել, կարծում եմ ինքը լրիվ նոր է։ Էլի այս տոտիկներից, ասում եմ, չէ, այս տոտիկները իրականում շատ ունեմ սրանցից, որովհետև շատ լավն են իրանք։ Այս տոտիկներից բրծել եմ մի խոսքով։ Այստեղ սենց մի հատ բան ունենք, այս պալզունկան շատ սիրուն մայիչկա ունի, այս թողեմ այստեղ, ցույց կտամ բանկի հետ, սրանք մեծ են, սրանք մեծ են, սրանք շատ մեծ են, այսպիսի սենց ինչ-որ բան է, շատ լավն է իրականում ու համենին նահակել, համադան նահակել, երկուսին էլ շատ սազում էր, բայց ինքը բովականին մեծ է, ես կարծեմ երեխեք արդեն չոչ էին անում, որ սա հագնում էին, հա 9 ամսական այստեղ վրան գրված, ես հիշում եմ երեխեքը կարծեմ չոչ էին անում, որ սա հագնում էին, այսպիսի մեքենայով պալզունկա է, այս պալզունկաներ շատ է օգտագործվում, սենց ընդհանուր ու հարմար է իրականում, այստեղ էլ ինչ ունենք մի հատ սենց ադյալիկ, որը հաստատ չի օգտագործվի էլ, որովհետև ինքը բավականին հաստ է, սենց սիրուն գլխարկ ունենք, սենց ջինս ունենք, որը իրականում նորածնային տարիքի բալիկների համար շատ անհարմար է, չնայած նրա, որ 6 ամսական է վրան գրած, կարծում եմ 6 ամսականում կհագնի արդեն, 6 ամսականում կհագնի, սենց տեսեք ինչ պուպուշն է, մինչև 6 ամսական հաստատ հնարավոր չի նման հագուստ հագցնել, նայում ես մաքսիմալ փափուկ լինի, հարմար լինի, կարեր չունենա ավելորդ, չորություն, երեխուն ցավացնող ինչ-որ բան չլինի, 6 ամսականից հետո արդեն կամաց սկսում են տես թիթիզ-միթիզ բաներ հագնելը, սենց մի հատ շալվարիկ ունենք, ես շալվարիկն էլ ունի իրա զույգը, ինքը շատ լավն է, հիմա սենց ցույց տամ, տեսեք, էլի շատ պուջուրիկ է, ինքը մի 3 ամսականի է, շատ պուպուշն է, այս էլ թողեմ այստեղ գտնեմ իրա վերևը, ժողովուրդ ջան, ուրեմն նայում եմ, 14 րոպե արդեն նկարում եմ ու այս արկղի դեռ վերևի շերտն էլ չի վերջացել, հասկացա, որ իրականում հնարավոր չի մի վլոգի ընթացքում այս ամբողջը ցույց տալ, դրա համար խնդրում եմ ձեզ, եթե ձեզ իսկապես հետաքրքիր է այս հագուստը, չգիտեմ, այս ամեն ինչը, որ ես ձեզ ցույց եմ տալիս, գրեք անպայման, որ ես իմանամ, նախապես սիրուն լվանամ, արդուկեմ, պատրաստեմ, ուղեմ, որ ամեն մի հագուստի տեսքը ավելի լավ երևա, կառանձնացնեմ արդեն ըստ տարիքների ու ավելի արագ բնականաբար կստացվի այդպես ձեզ ցույց տալը, բայց քանի որ այստեղ երկու բան աչքովս ընկավ, որ ինձ համար շատ կարևոր են, իհարկե մի քանի անգամ փնտրեցի, որ Ադանի հագուստն էլ գտնեմ, չգտա, բայց երբ գտնեմ անպայման դա էլ ցույց կտամ, հիմա սրանք քանի որ գտել եմ, առանձնացնեմ, այս երկուսն էլ տեսեք, ու այսքանով երևի դեռ սահմանափակ եմ այս հագուստների ցույց տալը, որովհետև չեմ պատկերացնում ուղղակի ոնց եմ տեղավորվելու ժամանակի մեջ։ Սա Էմինի կնունքի հագուստն է, որով ինքը կնքվել է, իրականում հա ինքը այսենց մեծ է երևում, այդ ժամանակ Էմին ընդամենը 1 տարեկան էր ու ես հատուկ սա կարել էի տվել այնպես, որ համ ոտքերը երկար լինի այս հագուստը, համ ձեռքերը երկար լինի, այս հատուկ հենց Էմինի համար ենք պատրաստել ու շատ սիրուն էր իրականում ինքը այդ օրես շորիկի մեջ, սա պահում եմ որպես շատ թանկ մի իր ինձ համար, շատ որ մեծ սիրուն հուշեր ունեմ կապված այդ օրվա հետ, այս հագուստի հետ, ինձ համար շատ կարևոր օրվա հետ, սիրով պահում եմ այս շորիկը ու երկրորդը սա, որը էլի շատ կարևոր է ինձ համար, ինքը փափուկ վիլյուրից է, Էմինի դուրս գրման պալզունկանա, որով ինքը դուրս է գրվել, այս գլխարկի հետ միասին, Ադանի գլխարկն էլ գտա, Ադանինն էլ կապույտ էր այս գլխարկը ու էլի սրա նման
բալզում կա իր կապույտ գույնի, բայց ինչքան մանեկա չգտա։ Երբ գտնեմ, հետո ցույց կտամ մյուս վլոգների մեջ, այս էլ Ադանինն է, սա էլ Էմինինը, ու իրականում այս բալզունկան ես այնքան սիրով եմ պահում, ինձ համար ահավոր տաքուկ ու ջերմ հուշեր արթնացնում, շատ եմ սիրում, չեմ պատկերացնում, որ Էմինս այսքան փոճուրիկ էլ ա եղել, մի խոսքով, այդպես ժողովուրդ ջան, հագուստների համար էլ խնդրում եմ կգրեք, այստեղի դեպ ահագին բան ընթացքում տեսա, որ երևի թե ես կնվիրեմ, օրինակ այսա, որը ընդամենը մեկ անգամ եմ օգտագործել Ադանի դուրս գրման ժամանակ, ինքը սենց, չգիտեմ ինչ ասեմ, ես իրան հաստ ծրարա, գլխարկով, թևիկներով, չգիտեմ կադրը ինչքանով է փոխանցում, շատ լավն է, շատ սիրուն է, շատ տաքուկ է ու բավականին թանկ արժեր, բայց ես իրեն չեմ օգտագործել ու հիմա այս երրորդ փոճուրիկն էլ այնպես է լինում ժամանակահատվածը, որ էլի բավականին տաք է, շոգ է, էլի ինքը չի օգտագործվելու, արդյունքում այսպես մնում է, չգիտեմ ինչ պետք է անեմ, մտածում եմ կամ իրեն վաճառել, կամ նվիրել, եթե շատ ինչ-որ մեկը կլինի, ով իսկապես կունենա կարիքը, չգիտեմ, ամեն դեպքում ես սա էլ եմ շատ սիրում ու միշտ սիրով պահել եմ իրան։ Մի խոսքով այդպես, հիմա գնում եմ, ուզում եմ այն արթուկի լայֆհակը փորձեմ, որովհետև լիքը արթուկ ունեմ անելու, ասեցի դրանից առաջ մի հատ արթուկս մաքրեմ նոր։ Ամուսինս էլ եկավ, գնամ իրան էլ պետք է հաց տամ, հետո տեսնենք ինչ ենք անում։ Ընդամենը մի 2 ժամ առաջվա արևը ասեմ, թե հիմակվա այս անձրևը, սելավն ու փոթորիկը, Էմինը պատուհանը բացել է վայելում է, ես էլ արթուկս մաքրեցի, լայֆհակը փորձեցի, որ ասեմ շատ թույլ լայֆհակեր չէ, բայց ամեն դեպքում մաքրեցի, իհարկե ահագին տանջվեցի, ի տարբերություն այն կավիճների որոցով անում եմ, նրանք շատ հեշտ ու արագ են մաքրում, սենց այդքան էլ արագ չստացվեց, բայց մաքրվեց, մյուս վլոգում ամեն դեպքում ցույց կտամ, որ եթե ձեզ էլ պետք լինի, օգտագործեք, իսկ հիմա գիտեք ինչ եմ ուզում անեմ, բախտս բերեցի դեպ, որ Ռաֆոն գնաց Ադանի հետևից պարտես, որովհետև չեմ պատկերացնում ոնց էի գնալու ես այս անձրևին, հիմա ուզում եմ վլոգը մոնտաժեմ, տեսնեմ ինչա ստացվելու թանապես, տեղադրեմ, որ դուք են նայեք, որովհետև ահագին ժամանակ կլինի վլոգ չեմ տեղադրել, բայց քանի որ թեմաները արդեն շատ են, ինձ թվում է սկսեմ ավելի հաճախ նկարել, այնպես որ այսքանով ուզում եմ ձեզ ասել առայժմ ձեզ մաղթել հիանալի աշխատանքային շաբաթ, որովհետև այն դեռ նոր է սկսվել, այդպես ժողովուրդ ջան, կհանդիպենք հաջորդ վլոգում, սիրում եմ բոլորիդ ու շնորհակալ եմ, որ այդքան ակտիվ եք ինձ մոտ։